Բարեգործությունը չի ճանաչում տարիք ու սահման, Հայձմեր պապը առանձնակի քնքշանքով իր երախտագիտությունն է հայտնում Ժամկոչյանների ընտանիքին։ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի բազմամյա աշխատակիցներ Հարություն և Իննա Ժամկոչյանները միայնակ թոշակառու են, Փարոս համակարգի նպաստառուներ։ Լամպերի գործարանի հանրակացարանում բնակվող Թամարն ու Մերին դարձել են նրանց ընտանիքի մշտական հյուրերը։ Արդեն 5 տարի է, ինչ սխալ բուժման հետևանքով Հարությունը զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից։ Նա սակայն չի ընկճվում, սիրում է զրուցել, խաղալ ու նկարել Մերիի հետ։ Մերին ու Թամարն այս ջերմ ու հարազատ հարկի տակ արդեն նաև լողանալու հնարավորություն ունեն։ Կազմակերպությունը, որը կարողացավ մեզ օգնել գազ անցկացնել, ջերուցում ունենք, տաքջուր ունենք, ուզում եմ ասել, որ շատ շնորհակալություն։ Ինչ տեղի ունեցավ։ Հրաշք կատարվեց, մեր կյանքը իմաստավորվեց, թե չէ մենք բոլորովին ընկճված էինք։ Միշտ հավատացել եմ, որ աշխարհում բարի, լավ մարդիկ ավելի շատ են, քան վատ մարդիկ։ Մեզ միշտ հանդիպել են բարի մարդիկ։ Մենք Թամարային հանդիպեցինք եւ ուրիշ մարդկանց, ովքեր մեզ օգնում են։ Ընդհանրապես մեր ժողովուրդը լավն է։ Համագործակցություն եւ գթասրտություն, Հարությունի կարծիքով սրանք են կարիքի եւ հուսահատության մեջ հայտնված մարդկանց վիճակը բարելավելու ամենակարճ ուղիները։ Լավը պետք է լինեն, բարի պետք է լինեն, ուշադիր պետք է լինի մեկը մյուսին։ Ուրիշ կերպ հնարավոր չի։ Խնդրում եմ եւ պահանջում եմ դաժե, որ ուրիշներն էլ 4 կողմը նայեն, տեսնեն ինչ մարդիկ կան, ինչ երեխեք կան, որ օգնեն նրանց։ Նորապատ գյուղի Ավերակ հանրակացարանի ձեղնահարկում մոր եւ եղբոր հետ բնակվող Վազգենն օրվա հաց վաստակել սկսել էր 9 տարեկանից, շուկաներում բեռնակրություն անելով։ Դե շատ ժամանակալում վիճակ չլինի չեն կանում նոր տարի։ Ոնց կարում է, ինչքան կարում ենք, այնքան անում ենք։ Տունածար չունենք։ Նվերներ պատահի, լինի, չլինի, տենց։ Եղավ, տարվա մեջ չեղավ, մի անգամ։ Դի դպրոցում։ Դե ձմեր պապ է տենց նվեր էլի։ Դե հիմի չեն տա, որտև արդեն մեծացել ենք։ Տանը դե, ինչ ասեմ, ինչ ենք բերել։ Չեմ հիշում էլի։ Մենք հեռուստացույց չենք ունեցել, դե հաղորդում կինո նայում եմ իմ ընկերուս տունը։ Այս տարի ես ծնունդ չեմ արել։ Ով որ հարուստ է, ասած ասած լավ տղա է, բայց իրականում այդպես չի։ Ով որ հարուստ է, այն լավն է, որ աղքատ է, այն վատն է։ Այդ իրանց ասելով Բայց որ ուզում ես իմանալ, որ աղքատը հարուստից ավելի լավն է։ Այդ աղքատը ավելի առատաձեռ է լինում, քան այդ հարուստը։ Հայձմեր պապի անցյալ տարվա ակնարկից հետո երկար ժամանակ պահանջվեց Վազգենին գտնելու համար։ Ղարաբաղում, ուր նա արտագնա աշխատանքի էր գնացել, 12-ամյա տղան անասուն էր պահում սնունդի դիմաց։ Վազգենի ճակատագիրը հուզեց շատերին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բարեհաճ միջնորդությամբ Վազգենն առաջարկություն ստացավ մեկնել Կալկաթա, սովորելու մարդասիրական ճեմարանում։ Շատ աննշան, շատ քիչ բան տվեցի երեխային, բայց այդ ընթացքում ինձ թվում է ինքը ընտանիքի ջերմություն զգաց, հասկացավ գիրքը ինչ է, կրթությունը ինչ է, ինչքան իրան անհրաժեշտ է այդ կրթությունը, ինքը անհամբեր, շատ անհամբեր սպասում էր, թե երբ պիտի գնա ժառանգավորած մարդասիրական ճեմարան, ինքը մտածում էր, որ դա իր համար ելք է, շատ մեծ ելք է ու ապագա է։ Թե հիմա ինչ կլինի, չգիտեմ, Աստված տա, որ այդ ամեն ինչ որ պլանավորված էր, ստացվի թեկուզ ուշացումով, բայց ստացվի, որտեղ այդ երեխայի համար դա ճանապարհը ապագա է։ Այն, ինչ Գայանեն անվանում է շատ աննշան, շատ քիչ բան, 1.5 ամսվա տքնաջան աշխատանք է, ինչի շնորհիվ նախկինում հազիվ տառաճանաչ Վազգենը բացառիկ արդյունքներ ցուցաբերեց։
ինքը շատ կազմակերպված, կայացած անձնավորություն է։ Ես նույնիսկ զարմանում եմ, որ այդ տարիքի երեխան այդ միջավայրում, այդ պայմաններում ապրած երեխան կարող է այդքան կազմակերպված, այդքան պատասխանատու, այդքան մաքուր լինի։ Շատ մեծ ինտելեկտ ունի, ներքին ինտելեկտ, որ մեր ընտանիքներում ապրող երեխաների մեջ շատ հազվադեպ եմ հանդիպում, իսկ այդ երեխան շատ լավ երեխա է։ Գայանեն Վազգենի հետ ոչ միայն պարապում էր, այլև միասին այցելում համերգների, ցուցահանդեսների։ Նոր ծանոթություններ հաստատում, շփվում բարի կամք ունեցող տարբեր մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ լավ բան էր ուզում անել տղայի համար։ Երբ որ տեսնում ես կողքինդ ծարավա սոված, դու չես կարող ոչ հագեցած լինել, ոչ կուշտ լինել, ոչ էլ կարող ես երջանիկ լինել, եթե կողքինդ երջանիկ չի։ Աշխատում ես ինչ-որ մի փոքր բան տալ։ Ու շատ ուրախ եմ, որ մեր այս երեխաները, մեր ընթերցողները եւ մեծահասակները, ծնողները եւ երեխաները տարվա ընթացքում մասնակցեցին մեր այդ կազմակերպած փոքրիկ ակցիային։ Այնտեղ կլինի հագուստի հավաքումներ, սնունդի հավաքումներ, չգիտեմ, այնքան մեծ սիրով մասնակցեցին, այնքան մեծ սիրով ես անակնկալ եկել, ես չէի սպասում։ Բարեգործությունը մեծահոգություն չէ, այն յուրաքանչյուրի սպարտականությունն է։